Վերադարձանք տաղավար, ինչպես դեռ հաղորդման սկզբում արդեն ասել ենք և խոստացել ենք, մեր եթերում այսօր սպասվում է շատ գեղեցիկ և շատ սպասված վստահ եմ երկրպագուների կողմից պրեմիերա, վաղ արթնացել և մեզ է միացել այս առավոտ երգիչ պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը։ The Beautified Project խմբի, ուրեմն մենակատարը և մարդ, որը որ անձամբ ճանաչում է Բրյուս Դիկենսոնին։ Բարի լույս, բարի լույս։ Ինչպես ես։ Անկեղծ ասած մի քիչ հարբուխ։ Մի քիչ հարբուխած կամ հարբուխոտ, այո, դե ոչինչ, դա նորմալ իրավիճակ է։ Հերթական տեսահոլովակն է, հերթական նոր երգը, Beautified Project-ը փաստորեն շարունակում է իր կյանքը, որովհետև այս վերջերս արջուկի պես մտել է խորը քունի մեջ։ Չէ, շատ երկար էր դադարը։ Այո, իրականում 7 տարի ոչ մի բան չէինք արել։ Ես Արմեն Արլենը զբաղված էինք մեր անձնական կյանքով եւ աշխատանքներով, բայց զգացինք, որ առանց այդ երաժշտական հոգեվոր աշխարհի չի կարելի եւ միացել ենք այս անգամ մի քիչ էգոիստ ձևով ինքներս մեզ համար անջատվելու աշխարհի իրականությունից ու առօրյայից, այդպես ու վայելում ենք ինքներս մեր արվեստը։ Ձեր պարագայում էգոիզմը լավ կողմեր ունի, որտեղ դուք էգոիստաբար ձեր էգոները հանգստացնելու կամ սիրելու համար ստեղծեցիք մի աշխատանք, որ նաև դուր է գալիս շատ ու շատ մարդկանց։ Այո, դա շատ հաճելի բոնուս է։ Այո։ Որպես Beautified Project-ին հետևող մարդ, ես անգամ մտնում եմ YouTube-ը նայում եմ, տեսնեի գուցե նոր տեսահոլովակ կա, բայց ես չեմ տեսնում, չգիտեմ, ամեն դեպքում շատ երկար էր դադարը, հետաքրքիր է, ինչով է այս մի սինգլը, Black Crown-ը, տարբերվում 7 տարի առաջ թողարկված երգերից, դադար ինչ-որ կերպ ազդել է ստեղծագործական, չգիտեմ, ուղղության վրա։ Այո, իրականում ազդել է, որովհետև երբ որ մենք թողարկեցինք մեր 4-րդ ալբոմը, մի տեսակ զգում էի, որ սպառված ենք իրականում ու այս 7 տարի դադար պատճառ եղավ, որ նորից սկսենք, նորից այդ ամեն ինչը ոնց որ առաջի ալբոմ էինք ստեղծում ու նորից ոգևորված լինենք։ Եվ ինչու հենց Black Crown-ը որոշեցինք, որովհետև սա վերջին ստեղծագործությունն էր, որ Արմենը գրել էր մյուզիկը 7 տարի առաջ եւ որոշեցինք այդ ձև դա դարձնենք մի կամուրջ, որը միացնում է մեր նոր քայլին, այո։ Երաժշտություն Արմենն է գրել բառերը, ես Արմեն Արլենը գործիքավորել ենք ինչպես միշտ։ Մեր խումբում կորիզը նույնն է մնացել, ես եւ Շավերդյան եղբայրները, բայց մեզ միացել է նաեւ նոր գիտարիստ, այսինքն մենք միշտ ունեցել ենք մեկ էլեկտրիկ գիտարիստ, հիմա ունենք երկու, որը ապացույց է, որ ավելի Iron Maiden։ Երրորդին է դա։ Շուտով։ Ինքը ավելի մութ է, ավելի ծանր է, որոշ երգերը ծանր են իրենց երաժշտությամբ, որոշները ավելի ծանր են իրենց թեմատիկայով, դե բոլորս ավելի մեծացել ենք կյանքի դառ, բայր ավելի լավ ենք զգում, խումբը հիմա 6 հոգի է, մեզ միացել է մի շատ հետաքրքիր երիտասարդ հարվածային գործիքներ վագող Դիման եւ ունենք նաև նոր բասիստ, մի խոսքով Ռոմանն է մեր բասիստը, 6 հոգով ենք բեմում։ Ես առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը, պրեմիերա Շանթի եթերում, հետո կշարունակենք զրույցը Անդրեի հետ եւ վայելեք The Beautified Project, նոր single, նոր տեսահոլովակ, Black Crown, եթե ունեք թակ տանը, կարող եք վերցնել։ Եվ այն էլ սև թակ։ Կամ, այո, կարող է երկից հետո նա սևանա, չգիտեմ։ Ափսոս իմ թակը մնաց պայուսակի մեջ։ Դու պայուսակում թակ ունես։ Անպայման միշտ։ Զարա, ես քեզանց սկսում եմ վախենալ արդեն։ Այս պահին Զարան առանց թագի, բայց դիտում է սև թագը, տեսահոլովակը բոլորիս հետ միասին։ Գնացինք։
thought would come to this. A bitter end for my sweetest years. Your belief, my excuse. This darker phase I refuse. Under the dark skies, we rise, we rise. Under your black crown, you die. Never thought I'd die like this. A bitter end for my darkest years. My belief, your excuse. Your excuse, I refuse. Under the dark skies, we rise, we rise. Under your black crown, you die, you die. Under the dark skies, we rise, we rise. Under your black crown, you die. Step by step, pain by pain, vein by vein, I go insane. Step by step, pain by pain, vein by vein, I go insane. Under your black crown, you die. Under the dark skies, we rise, we rise. Under your black crown, you Այսպեսի տեսահոլովակ ես հաճույք ստացա Ես չնայած արդեն դիտել էի, բայց եւս մեկ սրել էի, անգամ։ իհարկե։ Անդրե, բոլոր այն մարդիկ, որոնք որ դպրոցում անցել են գերմաներեն, չիներեն եւ վրացերեն, ինչի մասին է երգը։ Ոչ բոլորը անգլերեն հասկանում են։ Եվ ինչի պիտի վերջում բոլորս մահանենք։ Նախքան որ մոռանամ, շնորհակալություն հայտնում Մարիամ Գևորգյանին, որտեղ շատ բարդ մոնտաժ էր սա։ Երգը Black Crown-ը այսօրվա մարդու մասին է, որը լցված է ագահությամբ։ Black Crown-ը այդ սև թագը հենց իր ագահությունն է, եւ տեսադովակի մեջ տեսնում եք լիքը ջարդուփշուր եղած մանիքեններ։ Դա էլ այսօրվա մարդն է, որ կորցրել է իր հոգին, սիրտը եւ շատ հաճախ ուղեղը։ Այո, եւ we rise մենք բարձրանում ենք մութ ամպերի մեջ եւ այն մարդիկ, որ այդ սև թագերի տակ են, իրենք մահացած են իրականում արդեն, որտեղ չունեն սիրտ, հոգի եւ
ուղեղ։ Պես երկի հայերեն տարբերակնել էր պետք։ Քայլ, Ավելի լայն հայաստանյան լսարանի համար։ Համաշխարհային խնդիր է սա ինֆորմացիայի տարապա եւ հակասություններ, բոլորը այդ պայքարի մեջ են։ Մի խոսքով մի թեթև կարծում եմ աշխարհը շեղվել է։ Անշուշտ, մի թեթև չէ, բավականին շեղվել է։ Եվ կարծես թե համամիտ եմ երկի հեղինակների հետ, որ շատ դեպքերում մենք չենք կարողանում իրար հետ խոսել, զրուցել եւ երկխոսություն գոյություն չունի, կան բլիքը մենախոսություններ, գլոբալ երկխոսությունը պակասում է մեզ իրականում։ Ինձ հետաքրքիր է, հաջորդիվ դադարը այսքան երկար չի լինի, չէ՞, եւ Հաջորդ սինգլը եւ տեսահոլովակը։ Դադար չի լինի եւ արդյոք շոշափելի տարբերակով ալբոմ պատրաստվում եք թողարկել, թե ոչ։ Ուրեմն դադար չի լինի, որովհետև մենք շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք Արինջ գյուղում, որտեղ Արլենը եւ Արմենը կառուցել են մի պրոֆեսիոնալ ստուդիա մեզ համար եւ այնտեղ անջատվում ենք իրականությունից եւ փորձեր ենք անում։ Հույս ունեմ, որ 2026 թվին եւս 2-3 SCF սինգլներ կթողարկենք վիդեոյի տեսքով։ Եվ ալբոմի կոնցեպտը մի քիչ աշխարհում վերացել է, բայց երբ որ ունենանք բավարար երգեր, կարծում եմ 2027-ին դուք կտեսնի մեր 5-րդ ալբոմը, որը աննախադեպ է, ինչպես հայերը սիրում են ասեն, որևէ խումբ Աննախադեպ եւ սենսացիոն։ Այո, Հայաստանում հայկական որևէ հայաստանյան խումբ ոչ 4-րդ ալբոմի է հասել, ոչ 5-րդ ալբոմի, որը էլի ապացույց է, որ մեր թիմային աշխատանքը մի քիչ այն չի հայերի մեջ, մենք փորձում ենք շարունակել այնքան, որ կարող ենք թողարկել ալբոմներ, ձայնասկավառակներ եւ այսպես մեր արվեստը բան անել էլի սառեցնել ժամանակում։ Ահա, այսինքն շարունակական է սա եւ կյանքի պես դուք աճում եք, ձեր երգերն են աճում, ձեր մտքերն են աճում եւ այսինքն աճում են փոփոխական եւ նույնը չեն եւ դա կարեւոր է, այո։ Իրականում փաստելու բան չկա, ինքներս մեզ համար ենք անում, չենք պայքարում ռաբիզի դեմ, չենք ուզում որակ թելադրել, ոչ մի այդպիսի նպատակներ, ուղղակի վայելում ենք մեր արվեստը։ Անդրե, ով է տեսահոլովակը նկարել եւ ում գաղափարն է ռեժիսոր, չգիտեմ, պրոդյուսեր, միգուցե Production-ով ես եմ զբաղվում, բայց մենք տարիներ շարունակ աշխատում ենք Մարիամ Գևորգյանի հետ։ Սա իր աշխատանքն է նոր։ Իր աշխատանքն է մեր անցած։ Այսինքն ոչ միայն մոնտաժը, այլ նաև նկարահանումները։ Նկարահանումն ինքն էլ արել, մոնտաժն էլ, color correction-ն էլ, վերջի մեր 8 տեսահոլովակները Մարիամ Գևորգյանն։ Կարող եք չհարցնել, 9-րդն էլ է Մարիամ Գևորգյանը լինելու։ Ես շատ հույս ունեմ։ Հասկացանք, ինչ տենդենսներ ես տեսնում այսօրվա ռոք երաժշտության մեջ։ Այ ասեցիր, որ դուք ոչ մի բանի դեմ չեք պայքարում, ժամանակին օրինակ ռոք երաժշտությունը, ժամանակին 60-ական, 70-ական թվականներին պայքարում էր այնտեղ։ Հետո եկան այլ ժամանակներ, հիմա այսօր ինչ տենդենսներ են համաշխարհային ռոք երաժշտությունը ուր է գնում եւ ուր ենք հասել։ Հետևում ես առհասարակ։ Այո, իհարկե։ Ես շատ եմ սիրում գնալ մտնել ակումբային համերգներ լսել, նույնիսկ ինձ համար շատ հաճելի է գնալ եւ այսպես բան ոնց որ առանց իմանալու ինչ խումբ է, ով է, ինքը բացահայտել։ Հա, այսինքն մի ժամանակ կար, որ սիրում էի գնայի իմ սիրած երգերը լսեի լայվ, հիմա սիրում եմ գնամ օրինակ Թոն Լաբանով ակումբ կա Երևանում, որ շատ հաճախ շատ նկուղային խմբեր են նվագում եւ այսպես մտնում եմ ու որոշ ժամանակ զարմանում եմ, որ այդպիսի խումբ կա, որ ժամանակ ասում օքեյ ավելի շատ պետք է աշխատեն իրենք, որպեսզի զարգանան, այսինքն շատ հետաքրքիր process է ինձ համար նոր խմբեր բացահայտել, լսել այն քաղցած երաժիշտների քաղցած ասելով արվեստի քաղցած էլի են, որ զգում ես ինչքան են սիրում, որ բեմ են բարձրանալու նվագելու են։ Եվ ասելիք ունեն կարծես։ Այո, ասելիք ունեն եւ ինչքան են սիրում ռոքը, ինչքան են ապրում երաժշտությամբ, որը ահա որ պակասել է։ Ես հիշում եմ, որ մենք երիտասարդ էինք, եթե հանդիպում էինք նոր աղջիկա, առաջի հարց տալիս ենք, ասում ենք ինչ ես լսում, ինչ ես լսում։ Հիմա պետք չի հարցեր տալ, մտնում են Instagram-ով նայում։ Եվ ամեն ինչ պարզ է դա։ Հայո մի կողմից հեշտացել է, մյուս կողմից դժվարացել։ Այո, լավ ու վատ կողմեր ունի։ Այո, որովհետև մեկ քլիկով կարող ես ինչ ուզես լսել, որտեղ ուզես հայտնվել։ Ի ժամանակին պետք է դու ինչ-որ ջանքեր գործել, որ գնայր, գնեիր, հասնեիր, գտնեիր,
Բայց հետաքրքիր էր, չէ՞ դա։ Իհարկե, անշուշտ հետաքրքիր։ Բայց ձեր խոսքում էլ նշեցիք, որ նկուղային underground է մնում այդ ամեն ինչը, բայց ըստ ինչով է պայմանավորված, որ մեզ մոտ underground-ից շատ հաճախ մենք չենք տեսնում թե հեռուստատեսությամբ, թե շատ լսարան ունեցող հենց ռոք խմբեր, ռոք երաժիշտներ, ինչով է դա պայմանավորված։ Ինչքան որևէ բան բարթանում է, այնքան հասանելիությունը կորցնում է, նույնը ուտելիքի մեջ կարելի ասել, հա, երեխեքի մեջ շատ քիչ երեխա կա, որ բուրգերի փոխարեն ցանկանում է ուտել մի հետաքրքիր ուտեստ, հա, կամ չգիտեմ, բան ամառային տոլմա, ավելի շատ սիրում են հասանելի։ Պարզ եւ հասանելին ավելի մաչելի է դա։ Ու դա հայաստանյան խնդիր չէ, օրինակ, ես Անգլիայում եմ ապրել, շատ հազվադեպ էր եթերում տեսնել, չգիտեմ, Metallica խմբին, որը շատ հայտնի խումբ է, բայց մեկը ավելի հեշտ, ավելի մարսելի երաժշտություն Britney Spears ավելի շատ էր եթերում։ Բայց հայտնի են, բայց մեր մոտ շատ դժվար է հայտնիությունը ինչ որ շատ փոքրիկ շրջանակի մոտ։ Արդյոք այդ փոքրիկ շրջանակն է սպառնում այդ երաժշտությունը, թե կա խնդիր նաև պրոդյուսինգի, մի քիչ ավելի շատ ներկայացնելու, գուցե ավելի այդ PR պրոդյուսինգ մի քիչ ավելի շատ լինի, նաև լսարանը շատ լինի։ Ինձ թվում է այդ բողոքը մասշտաբներից է կախված, այսինքն օրինակ մենք եթե 800,000-ից 900,000-ից Երևանում հավաքում ենք 500 հոգի, դա նույնն է ինչ Metallica-ն, չգիտեմ, Լոնդոնում 11 միլիոնից քաղաքում հավաքում է 10,000 մարդ, այսինքն մասշտաբների, հա, մենք փոքր շուկայում ենք ապրում եւ դա ավելի զգալի է դառնում։ Դե ինչ, շատ շնորհակալություն Անդրեին, Beautified խումբը սիրում ենք շատ եւ հետեւում ենք նրանց, Զառան ամեն շաբաթ մտնում էր նայում էր ունեն նոր հոլովակ չէ, հիմա ունեն, բայց մտքովս անընդհատ անցնում է։ Հիմա ունեն, դիտեք, կիսվեք, լսեք եւ դուք էլ շարունակեք ձեր գործունեությունը, դա մեր կյանքում շատ կարեւոր գույն է տալիս համ եւ հոտ։ Շատ շնորհակալ։ Այս պահին մեր եթերում գովազդ է, իսկ Black Crown-ը պարբերաբար առավոտյան եթերում կհնչի, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ սև թագերով են, հասկանան, որ ժամանակն է թագը հանել եւ մարդ դառնալու, վերադառնալու դեպի մարդկային ակունքներ։ Գովազդ շանթի եթերում։